Առողջության համընդհանուր ապահովագրությունը կսկսի ներդրվել 2026 թվականի հունվարից ու առաջին այդ փուլում կներառի 1.700.000 քաղաքացու։ Օրինագիծը դեռ ազգային ժողովում չէ, բայց պետական բյուջեում համապատասխան հատկացումներն արվել են։ Ոլորտի պատասխանատուները վստահ են, նախանշված ժամկետներում հասցնելու են։ Առողջության ապահովագրությունը նախ կստանան մինչև 18 տարեկանները, 65 եւ ավելի տարիք ունեցողները, 18-ից 65 տարեկան այն անձինք, որոնք ունեն հաշմանդամություն, այն ընտանիքները, որոնց անապահովության միավորը 28-ից բարձր է։ Նշված խմբերի ապահովագրության համար կվճարի պետությունը։ Տարեկան գումարը կկազմի 129.600 դրամ կամ ամսական գրեթե 11.000։ Սա բազային փաթեթի արժեքն է անկախ այն բանից ապահովագրության համար վճարելու է պետությունը թե քաղաքացին։ Ծառայությունների փաթեթը նույնպես բոլորի համար նույնական է լինելու։ 2026 թվականի հունվարին պարտադիր ապահովագրության համակարգում կընդգրկվեն նաև այն անձինք, որոնց ամսական եկամուտը կամ աշխատավարձը 200.000 դրամից ավելի է։ Առողջապահության նախարարը շեշտում է ապահովագրության առաջին տարում, որպեսզի այս խմբի համար ֆինանսական բեռը մեծ չլինի, պետությունը կգործարկի որոշակի մեխանիզմներ։ Առաջին հերթին, ուրեմն զինապահ հիմնադրամին մեր կողմից ուղղվող միջոցները մինչև 1 միլիոն դրամ աշխատավարձ ստացողների համար կվերանայվի, կդառնա 1000 դրամ եւ դրանից արդեն մնացորդային գումարները մենք այդ խնայողությունները կարող ենք ուղղել առողջության ապահովագրության համար։ Նաև հնարավորություն կստեղծվի օգտվել արդեն հայտնի սոցիալական կրեդիտներից, երբ եկամուտների հայտարարագիր լրացրած քաղաքացիները կարողանում են հետ ստանալ կրթական ու առողջապահական որոշ ծառայությունների դիմաց վճարած գումարի մի մասը։ Այս պարագայում էլ 200-ից 500.000 դրամ ստացող քաղաքացիները կկարողանան իրենց սոցիալական կրեդիտների շրջանակներում 6000 դրամի հետ վերադարձ ստանալ իրենց կողմից վճարած եկամտահարկից։ Անահիտ Ավանեսյանը սոցիալական ցանցում վերջերս հարցումներ է անցկացնում պարզելու, թե ապահովագրության ներդրվելիք համակարգի մասին մարդկանց հիմնականում ինչն է հետաքրքրում։ Իհարկե մեր քաղաքացիներին հուզում է ովքեր են առաջին փուլով ներառվելու համակարգ, ինչ ծառայություններ են փակվելու ապահովագրությամբ, ինչպես են դիմելու, որպեսզի ակտիվանա ապահովագրական փաթեթը եւ նման բազմաթիվ հարցեր։ Ապահովագրության իրավունք ստացող անձանց համար կթողարկվեն թե էլեկտրոնային եւ թե ֆիզիկական վկայագրեր, որպես ապահովագրության համակարգի անդամ լինելու վկայություն։ Իսկ թե ինչ կարգով վկայագրերը կտրամադրվեն շահառուներին կհստակեցվի առաջիկայում։ Ապահովագրության վկայագիր ունենալու դեպքում էլ ինչպես հիմա պետպատվերով ծառայություններն են, անձը հիվանդանոց դիմելուց առաջ նախ պետք է դիմի առողջության պահպանման առաջնային օղակ եւ միայն կարիքի դեպքում ուղեգրվի հիվանդանոցային բուժօգնություն ստանալու։ Իսկ ինչպես են մարդիկ իմանալու ծառայություններից, որոնք են ապահովագրության շրջանակում փոխհատուցման ենթակա ու որոնց համար իրենք պետք է վճարեն։ Հայտնի է, որ գոյություն ունեցող բոլոր ծառայությունները չէ, որ լինելու են ապահովագրական փաթեթում, բայց կներառվեն այն ամենը, ինչն անհրաժեշտ է կանխարգելելու, բուժելու կամ շարունակական հսկողության տակ պահելու այն հիվանդություններն ու վիճակները, որոնք Հայաստանի բնակչության հիվանդությունների, մահացության կամ հաշմանդամության հիմնական պատճառն են։ Որևէ ապահովագրական համակարգ, առավել եւս բազային փաթեթ չի փակում ամեն ինչ եւ մեզ համար սկզբունքորեն կարեւոր էր ունենալ հստակ ցանկ ծառայությունների, որոնք որ հավելվածով եւ հրապարակված կլինեն, որ քաղաքացին կարողանա ունենալ պատկերը եւ իմանա, որ այս ծառայությունը ապահովագրությունը փակելու է, ինչ ծավալով է փակելու, ինչքան է վճարվելու բժշկական կենտրոնը այդ ծառայության համար, այս ամբողջ տեղեկատվությունը շատ պարզ ձևով հասանելի լինելու է մեր քաղաքացիներին։ Հայաստանի ամերիկյան համալսարանի երկու հետազոտությունները ցույց են տալիս, որ մեր երկրի բնակչության մեծ մասն աջակցում է առողջության ապահովագրությանը։ Ընդ որում 5 տարվա ընթացքում ապահովագրությունը ողջունողների քանակն ավելացել է 10%-ով։ Դեռևս 20 թվականին մենք արեցինք հետազոտություն ազգային մակարդակով եւ ունեինք մասնակիցներ եւ Երևանից եւ մարզերից, որը ցույց էր տալիս, որ մոտավորապես 73% մեր ազգաբնակչության շատ աջակցում էին այս ծրագրին եւ պատրաստական էին իրենց եկամուտների 2-ից 6%-ը տրամադրել, որպեսզի այս ծրագիրը իրագործվի։
Երկրորդ հետազոտությունն արվել է այս տարվա ամռանը եւ արդեն պարզվել է, որ առողջության ապահովագրությունն ունի բնակչության 83%-ի աջակցությունը։ Ընդ որում այսպիսի աջակցություն է ստացել հենց այն համակարգը, որն առաջարկում է կառավարությունը։ Այսինքն հարցման մասնակիցները չեն համարել, որ խոսքը ամեն ինչ ներառող ապահովագրության մասին է։ Մենք հարցը, որ տալիս ենք, իրենց նաև ներկայացնում ենք, թե ծրագիրը ինչ է իրենց ներկայացնում։ Առողջապահական գիտությունների ֆակուլտետի դեկանը շատ կարևոր է համարում ապահովագրական համակարգի ներդրումը։ Ցանկացած մի փոքր եկամուտ ունեցող երկիր, որը անհանգստանում է իր ազգաբնակչության առողջությամբ, փորձում է ամեն ձևով տրամադրել այդ համապարփակ առողջապահական ծածկույթը, եւ ես ուրախ եմ, որ վերջապես մեր երկիրը նույնպես շատ ակտիվ քայլեր է անում այս ուղղությամբ։ Ապահովագրության անհրաժեշտությունն ըստ Վարդուհի Պետրոսյանի հիմնավորվում է նաև այն իրողությամբ, որ մեր երկրում առողջապահական համակարգում ծախսերի 80%-ն արվում է մարդկանց գրպանից։ Առողջության համար պահանջվող մեծ ծախսերը հաճախ աղքատության են հասցնում, այնինչ ապահովագրությունը կթեթևացնի այդ բեռը։ Եվ եթե մենք ունենում ենք երկրում նմանատիպ ծրագիր, դա պաշտպանում է, որ ոչ մի ընտանիք չկատարի ընտրություն հաց գնելու թե առողջություն գնելու մեջ։ Այդ իմաստով սա շատ կարևոր սոցիալական ապահովության ծրագիր է եւ սոլիդարություն է ստեղծվում բնակչության տարբեր խավերի մեջ, տարբեր խմբերի մեջ։ Այդուհանդերձ Պետրոսյանը կարևորում է, որ ապահովագրության համակարգի ներդրման մեկնարկը լինի սահուն։ Բոլոր շահագրգիռ կողմերը պետք է կարողանան ճիշտ աջակցություն ցույց տալ ծրագրին, որպեսզի ինքը կայանա, որովհետև եթե թերություններ լինեն առաջին տարվա մեջ, արդեն վստահությունը ծրագրի նկատմամբ այդքան ուժեղ չի լինի։ Ամենակարևորը, որ սկիզբը, որ տրվում է ծրագրի, ամեն ինչ հարթ ընթանա։ Ինչքանով է հավանական։ Դե տեսեք, ինքը բարդ ծրագիր է, շատ բարդ ծրագիր է, որովհետև մենք կատարում ենք մեծ փոփոխություն։ Մենք շատ իրատեսական ենք։ 1.700.000 հոգի հնարավորություն է ունենալու օգտվել ապահովագրությունից առաջին տարվա շրջանակներում։ Սա նշանակում է, որ իսկապես համակարգի ծանրաբեռնվածությունը եւ նոր ուրեմն համակարգի ներդրումը մեզնից շատ մեծ ուշադրություն եւ ռեսուրս է պահանջելու, բայց մենք չենք կարծում, որ ամեն ինչ լինելու է սահուն, հեշտ եւ հանգիստ։ Որևէ նման ծավալի բարեփոխում չի կարող լինել սահուն գծած ճանապարհով։ Նախարարը շեշտում է, համակարգը պետք է այնքան ճկուն լինի, որ ընթացքում առաջացած խնդիրներն արագ արձագանք ստանան ու շտկվեն։ Բացի այդ, էլ փուլային է ներդրվում, որ զուգահեռաբար պատրաստվեն մարդկանց սպասվող մեծ հոսքերն ընդունելուն։ Եթե սպասենք, որ Հայաստանում կձևավորվի կատարյալ առողջապահական համակարգ, հետո կանցնենք այդ համակարգը հասանելի դարձնելուն, դա ճանապարհ չի եւ որևէ երկիր այդ ճանապարհով չի գնացել։ Պիտի նշեմ նաեւ, որ թե պետական բժշկական կենտրոնները, թե մասնավոր բժշկական կենտրոնները վերջին 2-3 տարիներին առավելապես եւ առաջիկայում էլ շատ մեծ ներդրումներ են իրականացնում, որպեսզի պատրաստվեն այդ դիմելիության աճին։ Ապահովագրության համակարգի ներդրման երկրորդ տարում 2027 թվականին կներառվեն մնացած բոլոր աշխատող քաղաքացիները, անկախ եկամտի չափից, ինչպես նաև այժմ պետպատվերով բուժօգնության իրավունք ունեցող այն խմբերը, որոնք առաջին փուլում չեն ներառվել։ 2028 թվականին ապահովագրությունը պարտադիր կդառնա գյուղացիական տնտեսություններում եւ այլ զբաղվածություն ունեցող անձանց համար։ Աննա Զախարյան, Աշոտ Խաչատրյան եւ Գևորգ Նահապետյան, Կիրակնորյա լուրեր։